Բարձրալեր ջավախքում ձմռան շունչներ հաստատվել, թվում էր մարախլապատ երկինքն ու ճանապարհների մերկասառույցը խոչընդոտներ կհարուցեն Նինոցվինդայում նորակառույց կրթամշակութային կենտրոնի հանդիսավոր բացմանը, բայց դա միայն թվում էր։ Նոյեմբերի 30-ը տոնական էր Նինոցվինդայում, այստեղ էին ժամանել հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի եւ Հայաստանի տարբեր շրջաններից ու գյուղերից։ Օրն սկսվեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Առաքյալներ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի տոնին նվիրված առավոտյան ժամերգությամբ, որին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Հովանես Մանուկյանը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար պարոն Սերժ Սրապյոնյանը եւ Կովկասյան տարածաշրջանի երկրների բաժնի վարիչ Տարոն Շագոյանը, բանաստեղծ թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրայոց թեմի Հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները եւ ուրիշներ։ Սրբազան արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եւ Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ հայր Բաբկեն Վարդապետ Սալբյանի, Նինոցվինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Քահանա Պողոսյանի եւ Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև Քահանա Մարուկյանի մասնակցությամբ։ Հավարտ ժամերգության ժողովուրդն ուղղվեց դեպի Նինոցվինդայի նորակառույց կենտրոն։ Վրաստանի հայ գրողների վերնատուն միության նախագահ Գևորգ Սնխչյանը ներկայացրեց երջանկահիշատակ Ռաֆայել Ղարսելյանի կենսագրությունը, արժևորեց Արմեն եւ Թաթուլ Ղարսելյան եղբայրների բարեգործությունը եւ կենտրոնը նրանց հորեղբոր Ռաֆայել Ջավախ անունով կոչելը։ Սա մեզ համար հրաշալի նվեր է, որ արեց մեր շրջանից Նինոցվինդայից Խոջաբեկում ծնված Արմեն Ղարսելյանը ի պատիվ իր հորեղբոր հիշադակի, որը Վրաստանի հայ գրողների վերնատուն միության Ջավախքի բաժանմունքի ղեկավարն էր, 5 ժողովածուների հեղինակ, հրաշալի մանկավարժ։ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովանես Մանուկյանը բարձր գնահատեց մշակույթի տան գործառույթն ազգային ինքնությունը պահպանելու գործում եւ կարեւորեց այդ գործառույթում հայ եկեղեցու վիրահայոց թեմի առաքելությունը։ Մեր եկեղեցին մեծ նշանակություն եւ մեծ դերակատարություն է ունեցել նաեւ այս նախաձեռնության տեսակետից, ինչպես ընդհանրապես բոլոր հարցերում հայ ազգային ինքնության պահպանման, այդպես էլ նաեւ մշակութային կյանքի ծաղկման եւ բարգավաճման հարցում մեր եկեղեցու դերը եւ հատկապես Վրաստանում հայ առաքելական եկեղեցու թեմի դերը գլխավորությամբ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գնահատելի է։ Տեղական իշխանությունների անունից Նինոցվինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Ղարսելյանը շնորհավորեց ներկաներին եւ իր աջակցությունը հայտնեց կրթությանը, մշակույթին, երիտասարդության դաստիարակությանը նվիրված բոլոր նախաձեռնություններին։ Ուզում եմ շնորհակալական խոսք հայտնել մեր Վրաստանի իշխանությանը, որովհետեւ իշխանապողությունից հետո պետք է ասենք, որ սա ոչ թե առաջի դեպքն է Նինոցվինդային, որ շինվել եւ շահգործման է հանձնվել։ Մոտ ժամանակներս մենք օծեցինք եւ բացեցինք գյուղ Նամզարայում մի հատ գեղեցիկ եկեղեցի։ Անկերպ ասած, այս աշխատանքները, որոնք ընթանում են մեր Նինոցվինդայում, շատ հուսադրող են եւ առաջերտին մեզ համար, մեր հայերիս համար, մեր ինքնությունը, մեր ազգային հաստատելու համար։ Իր բարեգործության համար սրտի խոսքն ասած եւ որպես իր ժողովրդին ու ծննդավայրին նվիրատվություն անվանեց արմատներով խոջաբեկցի Ռուսաստանաբնակ Արմեն Ղարսելյանը նորերս կառուցված կրթության, մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը։ Շատ ուրախ եմ այսօր, շատ ողջավորված եմ, որ մենք բացինք մեր կերտօջախը, մեր կուլտուրայի օջախը, տարերով չենք ունեցել pedagogiություն, փառք Աստծո այսօր ունենք pedagogiություն, բայց մեր ազգը պաշտպանել ենք մեր հավատքով, մեր կուլտուրայով, մեր երգերով, պարերով, մեգարներով, փորագրություններով ու այս նույն տունը, այս նույն մշակույթի օջախը կառուցված է մեր մտքով, որ Ջավախ լեռնաշխարհում, կոնկրետ Նինոցվինդայում, այդ ամեն ինչը չմոռանան, մեր երեխեքը գան, իմանան Աստծո խոսք։ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց բարեգործության շնորհով օժտված մարդու գործունեությունը,
Անդրադարձ կատարեց բարեգործների Մանթաշովյան սերնդի ներկայացուցիչներ, որոնց նվիրատվություններով կառուցվում են նաև կենտրոններ, որտեղ իշխում է հոգու ջերմությունը, լսվում է Աստծո խոսքը, սերունդներին դասավանդվում է մեր լեզուն եւ պատմությունը, մեր մշակույթն ու արվեստը։ Իմ օրհնությունն եմ բերում մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին, հանձինս մեր պարոն դեսպանի եւ փոխնախարարի եւ այստեղ գտնվող պետական պաշտոնյաների, ովքեր վերջին 3 տարիներին մնայուն կերպով օգտակար են լինում վիրահայոց թեմին եւ մեր համայնքային կյանքի կրթական, մշակութային, երիտասարդական գործունեությանը, արդեն 3-րդ կենտրոնն է բացվում վերջին 2 տարիների ընթացքում Թբիլիսի, Ախալցիխե եւ Նինոցմինդա։ Իմ օրհնությունը մեր տեղական իշխանության մարմիններին, մեր սիրելի Գագիկին, Սմբաթին, իրենց գործակիցներին, ովքեր որ ջանք ու եռանդ չեն խնայում այս բարի աշխատանքները շրջանում շարունակելու։ Նինոցմինդայի Ռաֆայել Ջավախ Ղարսիլյանի անվան կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնի բացման ժապավենը կտրեցին բարերար Արմեն Ղարսիլյանը եւ հայր Բաբկեն Վարդապետ Սալբյանը։ Վիրայոց թեմի առաջնորդի եւ ընդհանուր առաջնորդական փոխանորդի կողմից կատարվեց կենտրոնի օրհնության կարգ։ Նինոցմինդայի Ռաֆայել Ջավախ Ղարսիլյանի անվան կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնն իր առաջին այցելուներին ընդունեց Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շաումյան, Թբիլիսահայ մանրանկարիչներ Գոհար Հակոբյանի եւ Մերուժան Շաումյանի, Նինոցմինդայից Համլետ Արոյանի, Հմայա Գրիգորյան Պապի եւ Հմայա Գրիգորյան Թորան եւ Ախալքալակից Հայկազուն Ղարագուլյանի եւ Սերգեյ Ունանյանի աշխատանքների ցուցահանդեսով։ Տոնական օրվա միջոցառումները շարունակվեցին տեղի մշակույթի տանը։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց Սփյուռքի նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանի ողջույնները։ Դառնում է դեսպան մշակույթը, եթե լավ զարգացած է, երկու ժողովուրդների կամ տարբեր ժողովուրդների միջև բարեկամական, եղբայրական զգացումների կապերի խորքային, այսպես դրսևորմանը, եւ այդ խորքային դրսևորման լավագույն վկայություններից մեկն էլ այսօր այստեղ Վրաստանի Ջավախի նահանգում, Նինոցմինդա բնակավայրում, հայաշատ այս բնակավայրում մշակույթի մեր ավանները վերականգնելու շատ հաջողված փորձն է։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Վրաստանի հայ գրողների վերնատուն միության Ջավախքի մասնաճյուղի անդամ Ալբերտ Իսոյանին փոխանցեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության եւ Մխիթարյան միաբանության Հակոբ Մեղապարտ հուշամեդալը, իսկ վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսանա Խաչատրյանին փոխանցեց Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը։ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Հայարտուն կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի եւ տեխնիկական համակարգող Վալերի Բադալյանի ջանքերով եւ Թբիլիսիի ժամանած վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Ջեյրան պարային համույթի Պարուսույց Սվետլանա Երիցյան, անհատ կատարողներ Անի Ղուշչյանի, Աննա Պողոսովայի, Նինա Կարապետյան Գևորգովայի, Դիանա Մովսիսյանի, Հենրիխ Պետրոսյանի, Վանո Մկրչյանի, Դուդուկ, Նինոցմինդայի Գուգարք եւ Փարվանա ազգագրական համույթների ղեկավարներ Լուսինե Մզիկյան, Սևակ Բդոյան եւ Զեփյուր Ղարսիլյան եւ Դհոլահարների խմբի Սարո Ղարսիլյան մասնակցությամբ տրվեց ճոխ համերգ։ Նինոցմինդայում տոնական օրն անցավ բնության արևաշող տաքության եւ մարդկային հոգու ջերմության մթնոլորտում։ Սուսանա Խաչատրյան, Վալերի Բադալյան, հատուկ Հայարտան համար։